Շնորհակալություն, պարոն Սարգսյան, թույլ տվեք շնորհակալություն հայտնել նախագիծը մշակելու համար եւ այս խնդիրը դարձյալ օրակարգ բերելու համար։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ազգային ժողովը որոշ օրենսդրական փոփոխություններ է իրականացնել տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչներին արգելելու, խաղադրույք կատարելու կամ ներգրավելու այս խաղերի մեջ, մասնավորապես խոսքը վերաբերում էր նպաստառու ընտանիքներին կամ ընտանիքի անապահովության ցածր գնահատական ունեցող ընտանիքի անդամներին բանակում ծառայող մեր զինվորների համար, բայց մյուս կողմից ձեր բերված թվերը ցույց են տալիս, որ ըստ երևույթին այնուամենայնիվ գտնվում են այլընտրանքներ։ Կխնդրեմ, որպեսզի ինձ ասեք, մեզ ներկայացնեք, եթե իհարկե ունեք այդպիսիք, որ այնուամենայնիվ մենք փակել ենք որոշ դռներ, ինչ այլընտրանքներ են գտնում խաղացողները այս թվերը ներկայացնելու համար։ Շնորհակալ եմ կարևոր հարցի համար, ուզում եմ նշել, որ սահմանափակումները, որոնք մենք ընդունել ենք, չեն գործում, ցավոք սրտի, որովհետև խաղային օպերատոր դեռևս չունենք։ Ուզում եմ նշել, որ խաղային օպերատորի մասին ես հարցը բարձրացրել եմ դեռևս 2022 թվականի հունվարին, տարեսկզբին, եւ 2022 թվականի ամռանը արդեն Պեկի կողմի շրջանառության մեջ դրվեց խաղային օպերատոր ունենալու մասին օրենքի նախագիծը, որով պետք է մենք ունենայինք խաղային օպերատոր, որը կմտցներ այն սահմանափակումները, որի մասին դուք նշում եք։ Ցավոք սրտի խաղային օպերատորի մասին օրենքի նախագիծը քննարկվեց ավելի քան 2 տարի եւ ընդունվեց 2024 թվականի ամռանը, իսկ ուժի մեջ մտավ դրանից 6 ամիս հետո 2025 թվականի հունվարի 1-ից։ Այսինքն այս պահին էլ ունենք ուժի մեջ մտած օրենքի նախագիծ, որը չի գործում, ցավոք սրտի, մենք չունենք խաղային օպերատոր եւ որևէ սահմանափակում չենք կարող կիրառել այս պահին։ Արձագանք։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, եւս մեկ հարց, քանի որ մեծ ուսումնասիրություն եք իրականացրել, այս թվերի վերջնական ձևավորման համար միայն Հայաստանի Հանրապետությունում են խաղադրույքներ իրականացում, թե հնարավորություն կա, որ օրինակ այլ երկրների ներկայացուցիչները նույնպես մասնակցեն եւ ինքն իրենով իհարկե այս խնդիրը մեծագույն չարիք է, բայց դրանից ածանցվող խնդիրները երբեմն անդառնալի անշրջելի են լինում, ինչի մասին դուք եւս խոսեցիք, եւ ըստ երևույթին ինչ եք կարծում, բարձրացնելով հարկային բեռը, մենք ինչ որ չափով սահմանափակելու ենք սա, թե ուղղակի հարկային բեռն ենք ավելացնելու, բայց ըստ էության բուն խնդիրը կմնա նույնը։ Ես ինչպես նշեցի, հարկային բեռի բարձրացումով սահմանափակման հարց չենք մտցնում, միայն այս փուլում պետք է կոչ անենք մեր հայրենակիցներին, որպեսզի չխաղան եւ դուրս գան վիրտուալ մոլախաղերից, ինտերնետ շահումով խաղերից, քանի որ դա տանում է կործանման։ Որևէ մեկը չի կարող գումար վաստակել ինտերնետ շահումով խաղերում գումար վատնելով։ Դա բացառված է։ Ես երկար տարիներ ուսումնասիրում եմ ոլորտը, բազմաթիվ մեր քաղաքացիներ միլիոնավոր դրամներ, եթե չասեմ դոլարներ, վատնում են վիրտուալ մոլախաղերում, սրանով հասնում են սննկացման, կորցնում են իրենց գույքը, իրենց բնակարանը, հաճախ իրենց կյանքը, կուտակում են մեծ ֆինանսական պարտքեր, կործանում են նաև իրենց ընտանիքները, հաճախ ամուսնալուծվում են։ Մենք պետք է կոչ անենք մեր քաղաքացիներին այս փուլում չտրվել վիրտուալ մոլախաղերին եւ չվատնել իրենց կյանքը այստեղ, քանի որ որևէ մեկը չի կարող շահել։ Այս ընկերությունների ծրագրային ապահովումները այնպես են կազմված, որ նրանք շահումով են աշխատում, այսինքն շահույթով են աշխատում։ Չեն կարող նրանք որևէ մեկին ֆինանսական օգուտ տալ։ Եվ պետք է մեր հայրենակիցներին կոչ անել, որպեսզի չզբաղվեն այս ոլորտով։